Եկեք սրճենք միասին հաղորդում, երբ ծանոթանում եւ բացահայտում ենք Hi-Find-ում գրանցված բիզնեսների հիմնադիրներին եւ մարդկանց, ում շնորհիվ այդ բիզնեսին սկսում են վստահել։ Արփինե ջան, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալություն, որ այսօր այստեղ եք եւ միասին փորձելու ենք բացահայտել ձեզ։ Շնորհակալ եմ նաեւ ձեզ հյուրընկալելու համար։ Սիրով, մեծ սիրով։ Եթե տեղյակ եք, մեր հաղորդման ֆորմատը հետեւյալն է։ Այստեղ ունենք գույներ, գույների տակ թաքնված հարցեր եւ առաջադրանքներ։ Դուք հերթով բարձրացնում եք գույները եւ փորձում պատասխանել թաքնված հարցերին եւ կատարել փոքրիկ առաջադրանքները։ Եկեք սկսենք սպիտակից։ Այստեղ ունենք հարց։ Երբ առաջին քայլերն եք անում ձեր բիզնեսում, ինչպիսի անորոշություններ էին ձեզ ամենաշատը մտահոգում։ Առաջի անգամ մտածում էի, որ ինչ-որ մի բան կարող է չստացվել, մտածում էի ինչպես կազմակերպել առօրյան երեխաների հետ, ինչպես համատեղել, հետո հասկացա, որ ամեն բան ավելի թեթև է գնում, քան ես մտածում եւ վախենում էի։ Իսկ եթե այսօր հնարավորություն ունենայիք նորից ինչ-որ մի բան սկսելու, ինչ կանեիք, ինչից կսկսեիք եւ ինչ կփոխեիք ձեր արդեն արված ուղու մեջ։ Ինձ թվում է փոխել ոչինչ չէի փոխին, ուղղակի էլ ավելի կատարելագործված կփորձեի ամեն բան անել, արդեն կոպիտ ասած ես գիտեմ որտեղից պետք է սկսել, ոնց ինչպես առաջ գնալ, ինչպես ներկայանալ, այդպես դեպի առաջ գնալ։ Մենք մոռացանք սրճելու մասին։ Սրճենք։ Այո։ Ինչպես եք սիրում խմել սուրճը, դառը, քաղցր։ Լրիվ դառը։ Իսկ հաճախ եք օգտվում։ Ոչ այդքան։ Օրը երևի 2 բաժակ։ Սա իմ երկրորդն է։ Վերջ։ Շարունակենք Արփինե ջան։ Այո։ Եկեք ընտրենք սիրածս գույնը։ Սևը։ Ահա, սևի տակ մենք հարց չունենք։ Ակնկալում ենք հարց ձեր կողմից, որի պատասխանը նորից ձեր կողմից ենք ակնկալում։ Կարող եք այդպիսի հարց տալ եւ պատասխանել։ Հարցս այսպեսին կարող է լինել, ինչու սկսեցի գլխարկներից եւ ինչու որը ժամանակ հետո ավելացրեցի բիժուտերիաներ։ Գլխարկներ սկսեցի, որովհետև այդ ժամանակ ունեի փոքրիկ բալիկներ ու հագուստը քանի որ on-line շոփերը շատ էին, որոշեցի սկսել աքսեսուարներից, ընտրեցի առաջինը գլխարկ բալիկներից գլխին համադրելով, հետո արդեն հաճախորդները շատ էին հարցնում ինչու է միայն գլխարկ, այնպես լինի, որ կանացի գուցե սա ունենակ, գուցե նա ունենակ ու ես ավելի նախընտրեցի, որ կարելի է հենց բիժուտերիաներ ավելացնել։ Զարդերը։ Այո։ Շնորհակալություն հարցի եւ շնորհակալություն պատասխանի համար։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Դուք ընտրեցիք ձեր ամենասիրելի գույնը, իսկ ո՞րն է ձեր ամենաչսիրած գույնը։ Ցանկացած գույն սիրում եմ, այդպեսի գույն չկա, որ չսիրեմ, եկեք այս անգամ վերցնենք նարնջագույն։ Շատ լավ։ Այստեղ ունենք առաջադրանք։ Ցեղանին ունենք դրված 4 օրվա պահ՝ առավոտ, կեսօր, երեկո եւ գիշեր։ Խնդրում եմ ընտրեք միայն մեկը։ Երևի առավոտ։ Առավոտ, ահա։ Այդ պահին ձեր աշխատանքը ձեզ համար ավելի պարտականություն է, թե մի տարածք, որտեղ գտնում եք հանգստություն եւ էներգիա։ Մի տարածք, որտեղ գտնում եմ հանգստություն եւ էներգիա։ Սովորաբար ինչով եք զբաղվում առավոտյան ժամերին։ Առավոտյան կենցաղ, ոնց որ սկսում են բոլոր կանայք, երեխաներին ճանապարհում եմ դպրոց եւ սկսում եմ արդեն բիզնես էջը կարգավորումներն եմ սկսում, այդպես։ Շնորհակալություն։ Նախքան շարունակելը առաջարկում նորից սուրճ խմենք։ Իհարկե։ Առջևում ունենք եւս 5 գույն։ Խնդրում եմ ընտրեք եւս մեկը։ Կանաչ։ Հարց։ Սոցիալական ցանցերում միշտ պետք է ակտիվ լինել։ Եղել են պահեր, երբ հոգնել եք այդ շարունակական ակտիվությունից։ Իհարկե, լինում են պահեր եւ հոգնում ես, երբ որ չես ուզում աշխատել, բայց ամեն ինչ պետք է դնես մի կողմ դեպի առաջ գնալու համար, անպայման պետք է դադար չունենաս։ Նու այնպես չի, որ անընդհատ զբաղված ես լինում, բայց կարգավորումներով կարողանում ես ամեն բան հասցնել։ Իսկ ի՞նչն է օգնում ձեզ նորից վերադառնալ ու շարունակել, եթե լինում են այդպիսի պահեր, որ հավես չունեք, չեք ուզում աշխատել։ Աշխատասիրությունը։
Իսկ կան հստակ ժամեր, երբ դուք ավելի ակտիվ եք լինում սոցիալական ձեր ցանցի, ձեր էջի առաջխաղացմամբ։ Երևի օրվա 2 ժամ կարելի է ասել, առավոտվա մինչև կեսօր եւ երեկոյան դեպի որ երեխաները բոլորը քնած են լինում։ Հարցերի կեսը պատասխանել ենք։ Մնաց ընդամենը 4 հարց։ Ընտրենք երկրագույնը։ Ես որքանով տեղյակ եմ, ձեր բիզնեսն ամբողջությամբ on-line է, չէ՞։ Այո։ Ահա։ Ինչն է ամենադժվարը կոնկրետ on-line բիզնես ղեկավարելու հարցում։ Հաճախորդների հետ շփումը, որովհետև հանդիպում ես տարբեր տեսակի մարդկանց ու դու պետքա կարողանաս բոլորի հետ, այսպես ասած, լեզու կարողանաս գտնել։ Բայց չենք դժգոհում, սիրում ենք մեր աշխատանքը, սիրում ենք մեր հաճախորդներին։ Իսկ բարդ հաճախորդներ հանդիպում են։ Իհարկե, շատ կարելի ասել։ Կարողանում եք լեզու գտնել իրենց հետ։ Հա, կարելի, հա, իհարկե, կարելի է ասել այո։ Երեկույներից եւս մեկը կխնդրեմ, որ վերցնեք։ Կարմիր։ Այստեղ ունենք բլից հարցեր։ Պատրաստ եք։ Իհարկե։ Պատվերը ուշանա, թե հաճախորդը շտապեցնի։ Հաճախորդը շտապեցնի։ Սա ավելի էժան չի լինի լսել, թե կարող ենք հենց հիմա ուղարկել արտահայտությունը։ Կարող ենք հենց հիմա ուղարկել 10,000 հետևորդ, թե 10 պատվեր։ 10,000 հետևորդ։ Մրցույթները կազմակերպել հավանական հաճախորդ ձեռք բերելու, թե էջը մեծացնելու համար։ Էջը մեծացնելու համար։ Գլխարկ, թե զարդ։ Երկուսն էլ։ Բայց ավելի շատ գլխարկ։ Շարունակենք։ Սա։ Նորից առաջադրանք ունենք։ Արփինե ջան, սեղանին ունենք 3 առարկա՝ ականջող, ժապավեն եւ տուփ։ Խնդրում եմ ընտրեք միայն մեկը։ Երևի ինձ ավելի հոգեհարազատն է ականջողը։ Ականջողն է։ Ահա։ Այդ ընտրությունը ինչպես է կապվում ձեր աշխատանքի հետ։ Չնայած արդեն պարզ է զարդերի մասով, բայց ինչպես կարող եք ասոցացնել ականջողի դերը ձեր բիզնեսի առաջխաղացման մասով։ Որպես կանացիության անհրաժեշտ, պարտադիր անհրաժեշտ իր աքսեսուար գեղեցկություն։ Երևի դա մեր վերջին գույնը եւ վերջին հարցը կամ առաջադրանքը։ Սկսենք։ Առաջադրանք։ Սեղանին ունենք 3 փակ սրվակ։ Խնդրում եմ ընտրեք միայն մեկը։ Ինձ ամենամոտը։ Մանկական աքսեսուար։ Հետաքրքիր է մանկական աքսեսուարը, ինչպիսի պատմություն կարող է պատմել ձեր բիզնեսի մասին։ Քանի որ առաջի քայլերս հենց սկսել եմ մանկական աքսեսուարներով, հենց գլխարկներով, մտածում էի գուցե ինչ-որ մի բան չստացվի ինձ մոտ։ Այդ ժամանակ բալիկներից գլխին շատ էին տեսնում, հավանում էին ու ասում էին գուցե վաճառք ունենաք, գուցե կարող եմ որտեղից եք վերցրել, որտեղից կարող եմ գնել։ Այդ դեպքում ներմուծողը մենք էինք ու միտք ծագեց, որոշեցի ինչի՞ չէ, կարելի է փորձել։ Այդպես փորձեցի եւ փառք Աստծո ստացվեց ամեն բան։ Շատ լավ է։ Հա, ես միշտ մոռանում եմ երեխեք, բայց չգիտեմ ինչի։ Ոչինչ։ Արփինե ջան, ունենք փոքրիկ նվեր ձեզ։ Մեր թիմի կողմից պատրաստված ցիկերները մեր գրյայի տեսքով եւ փոքրիկ հուշանվեր եւ փոքրիկ ուղերձ, միգուցե որպես շարունակություն ձեր աշխատանքի։ Խնդրում եմ։ Շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ։ Ես սիրով կպահեմ, միշտ կհիշեմ ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Սիրով։ Այսօր մենք սրճեցինք եւ բացահայտեցինք Արփինեին եւ պարզեցինք, որ երբեմն ամենափոքր աքսեսուարները կարող են կրել պատմություններ սիրո, ջերմության եւ ուշադրության մասին։ Եթե դու էլ ունես բիզնես գրանցված Hi-Find-ում, միգուցե հաջորդ սրճենքը լինի քո մասին։